Լուսարոտին շարունակվում է, ես առաջարկում եմ հեռուստացույցի առաջին հավաքվեն այս պահին ոչ միայն կանայք, ոչ միայն երեխաներ, բոլորը, որովհետև այս խնդրի շուրջ պետք է խոսել բոլորիս հետ ու ցավոք սրտի այս ամենի մեջ կանք յուրաքանչյուրս։ Որքան լսենք, չէ, մեր տանը այդպես չէ, չէ, մեր հարաբերություններում այդպես չէ, կներեք, բայց ցավոք սրտի բոլորիս մոտ է այդպես։ Մեկի մոտ շատ, մեկի մոտ քիչ, բայց բոլորն ունեն այս խնդիրը։ Ինչ խնդրի մասին է խոսքը։ Համացանցի ընդլայնման եւ տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ ի հայտ են եկել մի շարք հոգեբանական խնդիրներ։ Վիրտուալ աշխարհը փոխարինում է իրական շփմանը։ Մեր հյուրն է հոգեբան, հոգեբանական գիտությունների թեկնածու Mind Skill ակադեմիայի հիմնադիր Սեդա Վարդանյանը։ Բարի լույս։ Սեդա, գիտեք, մենք միշտ խոսում ենք այս թեմաների շուրջ Անահիտի հետ, եթերից դուրս, թե ցավոք սրտի, համացանց, այս սմարթֆոնները ոնց են փոխարինել ամեն բան մեր կյանքում, են իրական այն շփումը, որի կարիքը յուրաքանչյուրս ունենք երեխայի հետ, ծնողի հետ, կնոջ կամ ամուսնու հետ, ընկերների հետ։ Մենք նախընտրում ենք այդ վիրտուալը ու նույնիսկ իրար կողք նստած ժամանակ պարզապես սմարթֆոնների մեջ ենք ու արդեն մտածում ես լավ, ինչ կարելի անել, արդյոք հնարավոր է բայց ինչ-որ բան անել, թե արդեն ուշ է։ Հետաքրքիր ու կարևոր հարց է, բայց պետք է գանք սկզբից։ Համացանցը ինքը իր դրական նշանակություն, իր բոնուսներն ունի, բոլոր դեպքերում մենք արագ կապեր ենք ստեղծում, մենք մեր հարցերն ենք լուծում, մենք համագործակցում ենք, աշխատում ենք եւ ինքը գործիք է, ինքը հետաքրքիր լավ տարածք է։ Բայց դուք շատ հետաքրքիր բան ասեցիք, իրականություն եւ վիրտուալ իրականություն, որ մի քիչ ներկայության այլ ձև է։ Եթե մենք խոսում ենք մարդկային հարաբերությունների մասին, ապա ինչի ենք այնտեղ գնում, ինչի է այնտեղ արագ, ինչի է այնտեղ հավես։ Այնտեղ կա դոպամինային մեծ պոռթկում, շատ արագ լայքեր, շատ հետաքրքիր ինֆորմացիա, ռիլեր, մարդկանց կյանքի դրվագներ, ինչի՞ չէ, համեմատություն, իմ մոտ հիմա ինչպես է, դրվագներ, կադրեր, որոնք ուղեղի համար գունավոր են, հետաքրքիր են։ Մի հատ հիշեք, մինչև համացանցը, լավ թեկուզ մեր մանկությունն է, հա, այդքան կադրեր, այդքան արագ է, դու պետք է ստեղծեիր այդ կադրը։ Դա պետք է լիներ իրական, դու պետք է պահմտոցի խաղայիր ու լինեիր այդ զգացողության մեջ, քո հարևանի ընկերոջ հետ կամ հարևանի երեխայի հետ շփվես, հարաբերություններ ունենաս, իսկ համացանցում մի քիչ այլ է։ Դա շատ արագ connect-ի, կապի, շատ արագ լայքի, շատ արագ բարևի տարածք է։ Արագությունն է գրավում, հեշտությունը ինչի՞ չէ։ Չէ՞ որ ես այնպես ինչպես կուզեմ կներկայանամ։ Նաև եթե խոսքը վիդեոկապի մասին չէ, եթե կոնտենտի մասին է, ես ուզում եմ ներկայանամ շատ պրոֆեսիոնալ հոգեբան, բայց դա է խնդիրը, երբ որ օրինակ այցելուն գալիս է դուռը բացում, ներս է մտնում, սա է իրականությունը, կամ ինքը կապ տեսնում է քո հետ, զգում է, որ ապրումակցվում է, այ հիմա բան է կատարվում, այս կարևոր բաղադրիչը կապի կորսվում է վիրտուալ իրականության մեջ եւ վերադառնալով ձեր հարցի բուն կարևոր բնույթին, իսկ ինչն ենք մենք կորցնում վիրտուալ իրականության մեջ, խորքային հուզական կապը։ Իսկ ինչ է խորքային հուզական կապ, որ չգնանք, հա, այլևայլությունների հետևից, եթե խոսքը սիրո մասին է, ընկերության մասին է, երեխայի հետ շփման մասին է, ես քեզ տեսնում եմ, շատ կարևոր է, ես ձեզ հիմա տեսնում եմ, կտեսնեմ, եթե դուք տխրեք, զարմանաք, ձեր էմոցիաները ես կտեսնեմ, հետո կհասկանամ, այսինքն կհարցնեմ ինչ ա եղել, մեր մեջ հիմա ինչ ա կատարվում, դասա որ պատմեցիր իմ մոտ սենց այսպեսի արձագանք առաջացավ, եւ երրորդը կարձագանքեմ, համացանցային տարածքում այս խորը դաշտը շատ արագ սեղմվում, կրճատվում է, այս դրանից մարդը զգում է մենակություն, ոչ թե որ մարդիկ չկան, այլ որ մարդիկ կան, կապը չեմ զգում։ Այս է էական։ Արդյոք վիրտուալ շփման գերակայությունը չի հանգեցնում էմպաթիայի կորստի, քանի որ մենք չենք տեսնում իրար հույզեր, այլ միայն սառը էկրաններ։ Շատ լավ հարցեր։ Երբեք էմոջին չի կարող փոխարինել ձեր միմիկան։ Երբ որ այցելուն օրինակ մարդը, որի հետ մենք աշխատում ենք, մի պահ իր միմիկան մի բան պատմելուց փոխում է ու աչքը իջեցնում է, մենք կանգ ենք առնում, դու տխրեցիր ոնց էր։ Կարա էմոջին դա փոխարինի։ Կարող է փոխարինի, եթե դուք դժվար ինչ-որ պատմություն եք այսօր ունեցել ձեր անձնական կյանքում ու ձեր ընկերոջը դուք դա գրում եք։
ինքը լրիվ կարա լինի այդտեղ։ Կարող է ինչ-որ տխուր բան ուղարկի սմայլի կամ գրի հա իրոք sense բան էր եղել, բայց այդ զգացականը տեսնում եք ինչքան է կրճատվում, ապրումակցել։ այ իսկ դա էներգիա է։ Մենք հաղորդումից առաջ էներգիայից ենք խոսում։ Իրական կապը ինքը ենթադրում է, որ դու պիտի աշխատես այդ կապի մեջ, պիտի ներդրվես, պիտի լինես։ Իսկ այս նոր կապը ինքը արագ է, դոպամինային է ինչու՞ չէ։ Ու կրճատ Եվ միայնակ, չէ՞։ Ինչքան է եղել, վստահ եմ դուք եք նկատեցել, որ փողոցում կամ սրճարանում կամ միտեղ, չգիտեմ, նայում ես աղջիկները կամ մարդիկ sense հեռախոսը վերցնում են, այսպես sense են անում ու հետո այսպես միանգամից կորում այդ նկարը տեղադրում գնում են ու իրանք այս դեմքով շարունակում են նստել։ Շատ կարևոր բան եք ասում։ Ապրում են ուրիշների համար, կոնտենտի համար։ Այո, այսինքն ես կամ, բայց ես չկամ։ Նաև ես կամ կապի մեջ, բայց ես չկամ կապի մեջ։ Ու ցավոք սա այս երևույթը դուք ճիշտ նշեցիք, վերաբերվում է նաև զույգերին։ Ես հիշում եմ ծովափին էի տարիներ առաջ, շատ գեղեցիկ տեսարաններ, այնպիսի մի մայրամուտ էր, այնպիսի մի գեղեցիկ վայր էր, ու մի պահ դե ուզեմ հոգեբանի դիտորդությունը ոչ միտեղ չեմ կարա ջնջեմ, դա որ ասում ավտոմատ նաստրոյկա է։ Ու նայեցի, տեսամ զույգերը նստած են, ոչ մեկ ոչ իրար է նայում, ոչ էլ այդ մայրամուտին է նայում։ Սա իրականում ինչ-որ գոյաբանական, ինչ-որ տխրության զգացում է առաջացնում։ Գիտեք, որովհետև շատ հաճախ միջոցառումներին, որ մասնակցում եմ եւ հոգեբանական եւ բիզնես իվենտների, կամ մի պահ ասում են, դե հիմա իրար հետ շփվեք, նեթվորք է։ Ու տեսնում ես մարդիկ չեն մոտենում։ Հեռախոսների մեջ։ Որը սմարթֆոն։ Ու արդեն ջանք է, չէ՞, ձեզ գամ ասեմ, բարև ձեզ Կարեն, բարև ձեզ Անահիտ, հա, ճիշտ եմ հիշում, ինչպես եք, ես այնքան ուրախ եմ, որ մենք ծանոթացանք։ Միգուցե ինչ-որ մի վայրում կարող է սուրճել խմենք ու ինչ-որ բանից խոսանք, բայց դե ջանք է, որ դուք ձեր ժամանակից տրամադրեք ինձ ու մենք գնանք, տեսնենք, միգուցե իրար դուր գանք, չգանք, սա է կրճատվում։ Եվ ցավոք սրտի ավելի կկրճատվի այլ ֆազերունդի, նոր եկող սերունդի, որովհետև մենք դեռ վայելել ենք ու միգուցե կարողանում ենք վայելել այդ իրական շփումը։ Ինչպես պայքարել բաց թողնված հնարավորության վախի, այսինքն այդ FOMO-ի դեմ, երբ համացանցն անընդհատ, այսինքն ստեղծում է պատրանք իդեալականացման, իդեալական կյանքի, հարաբերությունների, ու միշտ համեմատականների մեջ ենք, չէ՞ դնում տվյալ մարդու հետ մեզ։ Ինչ անենք։ Դուք այնպիսի մի խորը հարց եք տալի, որ երևի մենք մի ամբողջ եթեր մի քանի ժամ որ խոսենք, ես ավելի կրճատ պատասխանեմ, որպես մարդ, ով որ դրա տակի արմատի հետ է աշխատում։ Ինչի է դա այդպես։ Օբյեկտիվ իրականությունը մեզ միշտ կարա տա գեղեցիկ պատկերներ։ Իմ ինչին է կպնում ներսում։ Որտեղի սա կպնում, որտեղը սա վնասված ու ուզում է նոր ինքնություն, իդեալական, հասկանում եք, ոչ մի բան, այդ թվում նաև համացանցը չի կարող ազդել, եթե մենք չունենք, եթե դու ինքնաբավ ես, լիարժեք ես։ Մենք տեսեք ամեն ինչ գցում ենք համացանցի վրա, բայց եկեք պատասխանատվությունը վերցնենք, համացանցը գործիք է, ու ինքը կարող է այնպիսի հիանալի գործիք դառնալ։ Իմ ձեր համար այցելուները ընդհանուր մինչև Ինդոնեզիայից հոգեթերապիա են անցնում իմ մոտ։ Եվ դա նշանակում է, որ ցանկացած մասնագետի մոտ լինի ՏՏ ոլորտ, լինի հոգեբանություն, լինի կրթություն, չահա, չբերեմ միայն իմ ոլորտ։ Բայց այդ ձեր ասածը ավելի շատ վերաբերում է ինքնության հարցերին։ Եվ վերաբերվում է նրան, որ ես ինձ ուզում եմ կառուցեմ, իսկ այնտեղ սիրուն պատկերներ են տալիս։ Արդեն պատրաստի տարբերակը կա եւ դա վնասում է մեր էգոին, հա, այո, չի լցվում։ Համեմատություն, եկեք համեմատենք։ Պարզը որ իմ Instagram-ը ձերինից, մյուսից ինչքան համեմատենք, միշտ մի բան պակաս է լինելու։ Հարցը նրանում չի, հա, այդ հաղթահարման հարցը հենց նրանում է, որ ինչի եմ ես այդտեղ ուզում լինեմ։ Ինչի մասին է դա։ Դրա հիմքում շատ հաճախ հենց ինքնության, ինքնագնահատականի, դատարկության, դատարկ տեղ կա, որը դիֆիցիտի տարածք է։ Դի փնտրենք մեր մեջ։ Այո, եւ դրա ուղիղ տեղը հենց հաղթահարման ամենակետը, ամենալավ կետը, իհարկե դա շատ հոգեթերապևտիկ կետ է։ Այնպեսին ինչպեսին ես կամ ինձ լրիվ հերիք է։ Ես կարող եմ լինել եւ այդ գեղեցիկ վայրում, եւ մեր տանը սուրճ խմելուց, եւ տխրության մեջ, եւ ինչ-որ բան չունենամ, եւ ինչ-որ բան ունենամ, դա ես եմ։ Այնպեսին ինչպեսին ես ծնվել եմ, ես յուրահատուկ եմ իմ համար։ Իմ հետ ամեն ինչ նորմալ է, բայց սա այնքան կրճատ եմ ես հիմա ասում, սա ուղի է, որ մարդը պիտի անցնի ու ձեր ասած ֆոմոն ինքը ձևավորվում է եւ համացանցի կողմից համացանցն էլ մենք ենք,
մարդիկ ենք, այնքը տենց անանուն գործիք սնվում է։ Բայց իրական շատ խորքային ու ճիշտ բան ասացիր, որ մարդիկ այսօր ապրում են ուղակի համացանցի համար, այդ բան երջանիկ ուրախ ֆոտո են տեղադրում, բայց հաջորդ վարքյանն այսպես դեմքերով նստած են։ Ես այս վերջի շրջանում մի բան հասկացա, եթե ես տխուր եմ, ես չեմ անում ոչ մի բան, այսինքն ես ուրախ ստիպված, ինչ որ բաներ չեմ անում, որ գոհացնեմ իմ հետևորդներին կամ եւ այլն, որովհետեւ դու այդ էմոցիան պետք է ապրես, անցկացնես քո միջով։ Կարծում եմ դա շատ կարևոր է։ Բայց նայեք, sense մի բան էլ կա, դուք եք վստահ եմ առնչվել եք նման մարդկանց հետ, մենք էլ ենք տեսել իրենց, որ անկախ ամեն ինչից իրենք չեն ընդունում սա, ասում են, ես իմ մասին չի, ես ձեր թվարկածներից, խոսածածներից ընդհանրապես կապ չունեմ, իմ մոտ ամեն ինչ իդեալական, օքեյ է, բայց իրանք իրանց ներսում, որ իրանք իրանց հետ են խոսում, իրանք ասում են, բայց էսի մասին էր էսի, այ մոտ կա էս ամեն ինչը։ Ու ես կուզեմ նախ մի քանի կետ նշենք այդ խնդիրներից, որոնք հենց այս պահին արդի են, ամենաակտուալ խնդիրներն են, որոնցով նաև գալիս են ձեր մոտ, 3-ը գոնե, եթե հնարավոր է իհարկե նշենք այդ խնդիրները։ Համացանցով պայմանավորված։ Հա, ու նաև ես կուզեմ նշեմ sense մի բան, որ այդ ամեն ինչին, այս ամեն ինչի մասին մենք խոսում ենք, այդ ամենի զարգացման նաև ազդում են մեզ շրջապատող մարդիկ, որովհետև իրենք էլ են այդ ամեն ինչի մեջ ու երբ որ մի աղջիկ պարզապես գալիս է իր հեռախոսով փասարակ չի նայում լաքշերի կյանքը, վաու, իր ընկերը նվիրեց այս ինչ շքեղ մեքենան, մեծ վարդեր, ոսկյա ժամացույց, շքեղ եսիմինչ ու երբ որ գալիս են այդ ընկերուհիները, որոնք ապրում են այդ ամեն ինչով, ու ինքը կարծես դուրս է գալիս, ինքնուրույն ուզում է դուրս գա այս ամեն ինչից, բայց իրենք կարծես իրենց էներգիայով, իրենց այդ ամեն ինչով իրենք կրկին տանում են իրենց ծուղակ, այսպես ասած նորից տանում են հետ այդ ամեն ինչի մեջ։ Ընկերները եւս մեծ ազդեցություն ունեն ասածս այն ունամոտ աղջիկների մոտ։ Այո, որովհետև մենք ուզում ենք ինչ-որ մեկին նմանվել, ինչ-որ մեկից այստեղ ամենակարևոր բանը, որ համացանցը երբեմն տալիս է թվացial, դա ադաբրեյնիա, հաստատումն է, հա։ Ես շատ հաճախ աշխատանքի ժամանակ նշում մեզ հանդիսատեսը մեկ պետք։ Ինչի, որովհետև շատ վաղ ժամանակ հանդիսատեսը չի հերիքել կյանքում եւ դա զգացական բան է։ Ինչի եմ ես դա անում հենց այս արձագանքի համար։ Մի քանի խնդիր, որ դուք ասեցիք, առաջինը այո, կարող ենք նշել համացանցը ինչ տարածք է դառնում։ Ինքնագնահատականի թվացial ինքնագնահատականի հետ, որ դուք ասում եք ծաղիկներ, լաքշերի կյանք եւ այլն եւ այլն։ Որտեղ շատ մարդկանց կյանքում այդ ամենը կատարվում է, բայց իրենք ի ցույց չեն դնում ամեն վարքյան ցույց չեն տալիս, որտեվ չունեն ինչ-որ ապացուցելու բան, չէ՞։ Շատ կարևոր անդրադարձարեցիք, Ֆրոմն ասում է լինել, թե ձևանալ։ Այն ժամանակ, երբ որ ես կամ լինում եմ այդ հարաբերության մեջ, կադրի մեջ, իմ հոգեկանը դրանով հարստանում է։ Իսկ ձևանալու ժամանակ ես սպասում եմ, որ ձեր հոգեկանը դրանով հարստանա։ Հա, ես դա չեմ ապրում։ Ապրել ուրախություն եւ ցույց տալ ուրախություն Անք շատ տարբեր բաներ են։ Հա, հետեւաբար այո, առաջինը դա ինքնության ձևավորման, կեղծ ինքնության, որը հոգեբանի սենյակում պիտի ապրոմակցվի ու հաղթահարվի, որտեղ դա այնքան լուրջ բան է, դա ես եմ։ Ես ուզում եմ ձեզ սենց երևալ, այդ մեկ։ Հաջորդը ինչ խնդիրներով կարան գան, համացանցի խնդրով չեն գալիս։ Ես ինչքան ունեցել եմ այցելու, համացանցը երկրորդային բան է։ Ուրիշ բանով եկել եմ, բայց պարզվել է, որ համացանցը շատ շփվում եմ, փորձում եմ, կապեր եմ ուզում ձեռք բերել, կապի իմիտացիա, կապը չկա ներսում, խորքում։ Ու ուզում եմ մարդը գտնի կապեր, բայց չի կարողանում հասնել այդ խորքային կապին մեկ, որտեվ ամենակարևոր բանը, ինքը նաև կապին ունակ չի։ Դա դեռ իր ներսում չի ձևավորվել։ Ու այդ մակերեսային դաշտում ինքը ուղղակի իր մենակությունը թեթև կերակրում է, բայց ամենախորքում իսկ հոգեկանը դու չես կարող խաբել։ Մարդը միևնույն է իրան մենակ ազգում։ Եվ երրորդը ու շատ կարևորը, այսա վերաբերում է ոչ միայն սոցցանցերին, այլ նաև խաղերին եւ այն ֆենոմենին, որի անունը խաղամոլություն է, բայց այդտեղ չեմ ուզում գնանք այս պահին, անընդհատ նույնիսկ կայքերում լինելուն, անընդհատ հեռախոսի մեջ լինելուն, թմրեցնելու համար ներքին ցավը։ Սա պսևդոներկայության ցավը լրացնելու ձևերից մեկն է, ու մենք շատ արագ ենք նկատում։ Մարդն ասում է, ես նույնիսկ լոգանալուց, լոգանք ընդունելուց միացած է հեռախոսը, ձայն կա։
Օրինակ հեռախոսի սմարթֆոնի մասով մի բան եմ ուզում ասել, կարծում եմ թե ես թե Կարենը շատ ենք օգտվում հեռախոսից, բայց ինչ որ նյութեր ենք կարդում, ոդկասթներ եւ այլն, բայց օրեր առաջ նայում 8-ից 9 ժամ ես հեռախոսի մեջ եմ, այսինքն օգտակար ինչ որ բան ես անում, բայց դու կպած ես այս փոքրիկ սև արկղից, հա, այսպես ասած։ Այսինքն ինչպես հասցնել մինիմալի այդ ամենը։ Ու երևի կապ չունի օգտակար թե ոչ։ Հա, օգտակար թե ոչ օգտակար։ Նայեք, մարդը հասուն անձ է, իսկ հասուն անձը ֆունկցիոնալ անձ է, ինչի որտեղ մենք տարբեր ֆունկցիոնալության կարող ենք լինել նևրոտիկ վեկտորում եւ այլն, այսինքն ինքնակարգավորվող մարդը կարողանում է ինքն իրեն սահման դնել։ Բացառիկ ունակություն է, որ մարդ ինքն իրեն ոչ թե ճնշում է, ճնշելը չի աշխատում։ Որոշ ժամանակ կդիմանեք, հետո հոգեկանը դա կհնարավորություն եւ դու կարող ես ժամային հատված դնել անջատվի։ Եվ այս պահին ես գնում եմ անեմ այսինչ բանը, ես գնում եմ քայլեմ, ես գնում եմ զանգեմ ընկերուհուս իրեն տեսնեմ, ես ուզում եմ քայլեմ մարդկանց տեսնեմ, քանի հատ դեմք եմ, քանի դեմք եմ տեսնում, ինչ եմ տեսնում այդ մարդկանց դեմքին, այսինքն բերում եմ ինձ իրականություն եւ դա եթե շատ է, հա, լղոզվել այդ սահմանները եւ դմրել գիտակցություն ինքը չի տարբերում։ Դու հեռախոսի մեջ ես դուրսն ես, այսինքն այնքան բնական է դառել։ Ամենակարևոր պահը խորը շունչ քաշել ու ասել ես այստեղ եմ, ես նայեցի ինչ որ պետք էր, կարող է նույնիսկ շատ կարևոր բան, որովհետև ես ինքս հեռախոսով մի քանի էջեր եւ այլ աշխատում ենք մենք բոլորս, նայում ենք եւ այլն, բայց բերում ենք մեծ իրականություն, եթե մենք այդքան ինքնակարգավորվելու այդ ունակությունն ունենք ու սահման դնելու, մենք կարող ենք ասել, իսկ հիմա այնտեղ որտեղ գնում, այնտեղ հավես է։ Հոգեկանը պետք է հասկանա, որ այդ ապրելու տարածքը քո համար հետաքրքիր է։ Նույնիսկ եթե դու ցավալի հանդիպման ես գնում կամ դժվար, ես գնում եմ զգալու, ես կարամ դա տեսնեմ, ես կարամ դա դիմանամ, ես կարող եմ այդ կոնֆլիկտը լուծեմ, այնտեղ է իմ կյանքը։ Այստեղ շատ հետաքրքիր է, այստեղ ես նոր բան իմացա։ Անընդհատ քեզ բերել իրականություն եւ այդ իրականության մեջ գտնել իմաստ։ Եվ եթե այդ իրականության մեջ կա դիսկոմֆորտ, համարել դա եւս փորձառություն, ոնց է դա պետք։ Այդտեղ էլ պետք է լինեմ։ Հենց ֆրասկա այդտեղ էլ եմ ուզում լինել։ Իրականում շատ բարդ թեմայի շուրջ ենք խոսում ու ցավալի իրականությունն է, այո, որ այսօր բոլոր եթե ոչ ամեն մեկը ամեն երկրորդը կա այս խնդրի մեջ ու նաև արդյունքում կարծում դուք էլ դա կփաստեք, որ ցավոք սրտի ինչքան հարաբերություններ են քայքայվել, ինչքան ընտանիքներ են քանդվել, որովհետև մեկը մեկին մեղադրում է, որ ոնց ես չկամ այս ամեն ինչի մեջ, դու ես ամեն օր հեռախոսի մեջ ես, դու ինձ մենակ ես թողել, դու ինքդ ես մենակ, ուզում ես քեզ էլ դուր չեմ գալիս, դու ուզում ես հեռախոսով գտնել ինչ որ ու գնաց, բայց մարդիկ չեն հասկանում, որ մի րոպե ստոպ կարելի է խորը շունչ քաշել, մի հատ դնենք սմարթֆոնները մի կողմ, երկուսով արի ընդունենք։ Ու մենք հասկանանք իրար հետ, այդ մտնել այդ շփման այդ կապի մեջ այդ ինչը ամենա երևի բարդն է։ Հերվածել են մարդիկ իրար շատ։ Այո։ Եթե մենք կապի փորձառությունը, իսկ կապից ենք, մենք կապից ենք։ Կապը չկա, մենք մենակ ենք։ Եթե մենք այդ կապի փորձառությունը չենք, տրենիրովկան մարզում էլի, եկեք այսպես ասենք, որովհետև եթե վերադառնանք մեր հաղորդման ամենասկզբի հատվածին, որ ես ասացի դոպամինային всплеска պորտկումա, ապա իրական կապը, որը դանդաղ է լինում, ու միշտ չի որ տենց սուպեր գեղեցիկ է լինում է պրոբլեմներով, գիտենք, ամենակարևոր բանը, հա, այդ իդեալականացնող աղջիկ թե տղա, ցանցրույթ է լինում, մի օր մարդը տգեղա, ինչ որ իր դրսևորման մեջ, իսկ այնտեղ ամեն ինչ կողքիկ պատրաստի է։ Այս իրականության մեջ կապ կառուցելը մարդու ամենակարևոր առաջադրանքն է, մարդ արարածի համացանցի միջոցով, երբ որ մենք լրիվ գնում ենք դեպի համացանց, մենք ենք գնում, համացանցը առաջարկողն է, մենք ենք գնում։ Մեղադրել մեզ միշտ պետք չի մեղադրել, ես գտնում եմ պետք է ավելի փափուկ լինես քո նկատմամբ, կանգ առնես, ու եթե զգում ես, որ դա խորքային դեֆիցիտի հարց է, որ քո մեջ կա տանջող միայնություն մարդկանց մեջ, անկախ համացանցի թե համացանցով, դու պետք է գնաս քո խորքը նայելու, քո հետ աշխատանքի ու դա էլ է արիություն, որովհետև այդ խնդիրը չի լուծվում, դու դրա հետ ապրում ես։ Հա, ուստի համացանցի հետ այս խնդիրների համատեքստը շատ հաճախ ոչ միայն դրսից են, պրոպագանդվող են, դա էլ եմ ընդունում, նաև շատ հաճախ մեր ներսից են, թե մեզ ինչն է դրդում այդտեղ այդքան շատ լինել, ու այդտեղ կառուցել մի աշխարհ, որը չկա։ Եվ վերջապես, հեղինակներից մեկը ասում է, որ հարցը կապի խնդիրը չի, համացանցում կապ կա, որակը չկա։
խորք չի, հուզական չի, սեր չի, իսկական չի, պսևդո կապ է։ Երևի պետք է որքան էլ բարդ ընկալելու հասկանալի այս ամեն ինչը, նորից եմ ասում, շատերը միևնույն է, սա այս հարցազրույցը դիտելուց հետո էլ միևնույն ասել են։ Այո, Սա ես եմ։ Դուք կհասկանաք, որ դուք կայք ասեմ այս ամենի մեջ թե չէ, երբ որ փոխեք փոխել ռիթմը ձեր կյանքի, օրվա ընթացքում գոնե 1 ժամ գիրք, 1 ժամ մաքուրոտ, 1 ժամ սպորտ, 1 ժամ հաճելի շփում ընկերոջ հետ, 1 ժամ հեռախոսի մեջ, okay, 1 ժամ քնել, այդ ժամանակ իմ կարծիքով արդեն յուրաքանչյուրն էլ կզգա տարբերությունը, եթե չի ուզում դիմել հոգեբանին։ Այո, դուք շատ գործուն մեթոդներ ասեցիք, սա այն դեպքն է, որ ես ինձ կարող եմ ասել SS քայլերն արա, հա։ Դա ժամանակի սահմանափակումը, զբոսնելը եւ վերջապես համացանցը մեր կյանքում կա, այնտեղ շփվել, մենք ընկերներ ունենք, մարդիկ ունենք, որոնք երկրում չեն, կամ մարդիկ ունենք, որոնք այս պահին մեր կողքը չեն կարող լինել։ Բայց դա անել հնարավորինս բալանսավորված քայլերով, մի պահ կանգ առնել, դանդաղել։ Այդ դանդաղելը շատ կարևոր է։ Իմ օրը բացվեց։ Ես միանգամից հեռախոսին մոտեցա, չէ։ Լավ, ես արթնացա, պլաններս մի հատ մտածեցի եւ այլն, հեռախոսով ինչ որ բան նայեցի, հետո ես հանդիպման եմ, հետո ես չգիտեմ, տանն եմ այս գործն եմ անում, այս երաժշտությունն եմ լսում, անպայման չի ես անընդհատ ուղակի լինեմ հեռախոսի մեջ։ Սա գիտակցված սահման դնելու, եթե խորքային թերապիայի մասին չի խոսքը, որը շատ հաճախ ուղակի դրա անհրաժեշտությունն է լինում։ Մարդու հմտությունն է, նոր սերունդի։ Սա նաեւ ծնողների համար է էական, որպեսզի ծնողավարման մեջ այս նուրբ սահմանները չվնասելով դնեն։ Հիմա նայի դուրսը ինչ հավես է, ինչ հետաքրքիր է, արի քայլենք կամ խաղանք, հա, լինենք այստեղ։ Սա կբերի ավելի հմտությունների ձևավորմանը եւ համացանցի հնարավորինս գրագետ ու արդյունավետ օգտագործմանը։ Ես վստահ եմ, որ յուրաքանչյուրը մեր հեռուստատեղներից եւ մենք էլ կյանքում եղել է գոնե մեկ անգամ, որ ասենք, բա ինչ լավ կլիներ հիմա հայտնվի մի հատ անմարդաբանակ կղզիում, առանց հեռախոսների, առանց ոչ մի բան, առանց մարդկանց, ուղակի վայելեի, չգիտեմ, ծովը, բնությունը, հանգիստը։ Դուք յուրաքանչյուրդ կարող եք դա անել այստեղ, չգնալ անմարդաբանակ կղզի, բայց դրեք սմարթֆոնը մի կողմի վրա, որքան էլ հասկանում եմ դա բարդ է, ուտեղ եղեք հիմա հենց այս պահին։ Գտնում ենք բացատրություններ, որ ինչի են վերցրել հեռախոսը։ Եւ առաջարկում այս հարցազրույցը նույնիսկ մեր YouTube-յան պաշտոնական ալիքում հետո դնեք, նայեք, վստահ եմ ամեն մեկը գոնե կգտնի մի բան, մի փոքրիկ մի բան քաղելու ու մտածելու, հասկանալու։ Շնորհակալ ենք շատ։ Մեր հյուրն էր հոգեբան, հոգեբանական գիտությունների տեխնացու Mindskill ակադեմիայի հիմնադիր Սեդա Վարդանյանը։ Շնորհակալ ենք շատ։ Ձեզ եմ շնորհակալ հետաքրքիր զրույցի համար։ Ես վստահ եմ, որ կրկին կհանդիպենք ու խոսենք ցավալի է, բայց փաստ է տարբեր բարդ խնդիրների մասին, որոնք շրջապատում են մեզ ու յուրաքանչյուրս կանք այդ ամենի մեջ։ Սիրով շատ։ Շնորհակալ ենք շատ, ձեզ լավ օրենք մաղթում, բայց պահին կընդմիջվենք, ինչ դուք վերադառնանք եւ կշարունակենք։ Մնացեք մեզ հետ։